Վալերի, չգիտեմ ճիշտ եմ արել թե չէ, բայց եղած է արդեն եղած է։ Իսկ ավելի պարզ, մամ։ Անգելինային ասել եմ ճշմարտությունը։ Տղես երեխան սարսափելի վիճակում է, մի հատ զանգի տես ուրա։ Լավ էլի, մամ, ինչ ես տենց բան արել։ Պահը հասունացել էր տղես։ Ինչքան էլ որ ցավոտ է, բայց ինքը պիտի իմանար ճշմարտությունը։ Էս իրա կյանքն է, հասկանում ես, ինքը իրավունք ունի իմանալու։ Ախր ես իրա ծնողների խոստացել էի, որ Անգելը երբեք ոչ մի բան դրա մասին չի իմանա, մամ։ Հիմա այդ քննարկելու ժամանակը չի, զանգի երեխուն տես ուրա, հանկարծ գլխին մի փորձանք չբերի, եթե երեխուն մի բան լինի, ես ինչ չեմ ների, Հենրի։ Ձեր միջև արունակցական կապ կա։ Դուք քույր ու եղբայր եք։ Ավակն ու Վիկտորիան քո ծնողները չեն բանաս։ Քեզ Միքայելն է իրանց հանձնել։ Ինքը կապված է եղել ինչ-որ կնոջ հետ ու այդ կապի արդյունքում ծնվել ես դու։ Հիմա երկար ես նստելու այդ ուրեմն տակ, թե վերջապես կկանգնես։ Հերին ու դու քույր ու եղբայր եք։ Ուզում եք ասեք, որ ձեր ամուսինը իմ հայրն է, հա? Հա։ Միքայելը քո հայրն է։
Հենրի, ինչ եղավ, ինչի պես դեմքի արտահայտությունը փոխեցիր։ Անգելինան ճշմարտությունն է իմացել է։ Ինչ ճշմարտություն։ Դու մեզնից լավ գիտես ինչ ճշմարտություն։ Ոնց է իմացել։ Այդ կարևոր չի ֆայնը։ Մենակ ես էր մեզ մնում պակաս։ Սկսվեց։ Սրտաճմլիկ տեսարանների պակաս կարևորը չենք ունենա, այսքան բան։ Հենց աղբերս ուզում եմ մի քիչ այդ թեմայից ծրվի, մի բան պիտի լինի պարտադիր։ Սուտը ստի վրա կառուցեցի։ Իմ ձեռքերով իմ համար խորը գերեզման փորեցի։ Վերջում այս սարը վրես է շուռ գալու։ Էս ինչ խառն եք, ինչ-որ բան ա եղել։ Ոնց ես քեզ զգում այստեղ։ Թե ես ինչ եմ զգում, այդ ձեր գործը չի։ Շատ ըմբոս տղա ես։ Տղաս խնդրեց, որ ամեն ինչ անեմ քեզ ազատ արձակեն։ Գնավ այլի երիտասարդությունդ։ Ես ձեր օգնության կարիքը չունեմ։ Պատրաստում ես կյանքիդ կեսը այստեղ անցկացնել։ Եթե պետք լինի, հա, մենակ վստահ լինեմ, որ հորը սպանող իր արժանի պատիժը կկրի։ Երիք հախոսես, հնարավորությունը տօգտագործի քանի բարի եմ, կմեծանաս կհասկանաս ազատության գինը։ Տեսացությունը ավարտվեց։ Լավ էլի մամ, ինչի ես տենց բան արել, մենակ թե հրեշտակին բան եղացած չլինի, ես ինչ են հավաքվել։ Անգել, թող եք հլը։ Անգել, իմ հրեշտակ, Անգել, Շեֆ ջան, ամեն ինչ շատ լավ է, նախնական պայմանավորվածություններ կան, դե տեսակ պայմանագրերն էլ քիչ չէին։ Ապրես Կարապետ, շատ լավ ես աշխատում, սենց շարունակես շատ լավ է։ Բա ոնց, ես տենց եմ, որ մի գործի կպնում եմ, միջև վերջ պետքա գնամ, որ ինձ էլ լսեք մի երկու գովազդ էլ կավելացնեք։ Այ գովազդի հետ կապված հետը չեմ կարող չհամաձայնել, բիզնեսին երբեք գովազդը չի խանգարում։ Այ բիզնեսմեն մարդը 1000 կիլոմետրից երևում է, դուք ինձ նորությունները ասեք, ես իմ մոտ գրեմ, տեղում ամեն ինչ կսարքեմ։ Ուրեմն, նախ գրի ակցիայի մասին, հունիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը ընկա ժամանակահատվածում, եթե սոլար ցենտրից գնեն 10 կիլովատ եւ ավել դրվածքային հզորությամբ արևային համակարգ, ապա կստանան գերհզոր օդորակիչ նվեր։ Սենց բան չկա, նենց առաջարկներ եք անում, մարդ ուզում է տանի ամբողջ շենքի համար արևային համակարգներ տեղադրի։ Ճիշտ էլ կանես, շարունակիր։
Լավ, ես ձեր ժամը 4-ին կսպասեմ։ Հաջողություն։ Ինչպիսի զուգադիպություն։ Բարև։ Բարև ձեզ։ Հայ, գժվում եմ մեր քաղաքի համար։ Այնքան փոքր է, ուր գնում ես ոնց որ հարազատ մարդկանց ես հանդիպում։ Խենթանալու բանը։ Հետո։ Հլասա տեսնեմ դու ես սիրահարված Հենրիին։ Չհասկացա։ Վայ։ Բայց ինչ կա չհասկանալու։ Նայ, ոնց որ ես քո աչքերի մեջ Հենրիին նայելիս միշտ նկատում եմ այդ փոքր կրակիկները։ Բայց սիրելու մեջ վատ բան չկա մի ամաչի։ Համալ տարի խոստովան ենք, որ Հենրին շատ սիրուն տղա է ու շատ լավն է։ Բնական է, որ չես կարողանում էլի քեզ կառավարել իրան նայելուց ոտքերդ ոնց որ տակիցդ փախչում է։ Ճիշտն ասած, մի ժամանակ ես էլ էի սիրահարված Հենրիին, գժի պես սիրում էի։ Բայց դե հետո ես հզոր գտնվեցի ու կարողացա իմ սրտից ջնջել իրան։ Հիմա մենք ուղղակի ընկերներ ենք, ուրիշ բան չմտածես։ Իսկ այն աղջիկը։ Ինչ այն աղջիկը։ Հա, Անգելինա։ Հա, Անգելինան։ Հենրի ընկերուհին է, չէ։ Ոայ, չէ։ Անգելինան Հենրի քույրիկն է։ Պարզ է։ Բայց դու թեմայից մի շեղվի։ Վերջը չասեցիր սիրահարված ես Հենրիին, թե չէ։ Իսկ կարող եմ չպատասխանել։ Կարող ես չպատասխանել։ Արդեն ինձ համար պարզ է, սիրահարված ես։ Այ դու ձկանաչք։ Ես լեմ դրանից ուզում։ Վերջը քո ուզածին հասար։ Ես ուրիշ տարբերակ չունեի։ Ստից մի խոսա, միշտ էլ ուրիշ տարբերակներ լինում են։ Հերիք չի ինչքան է երախուն հիմարի տեղ դրեցինք։ Ինքը խելացի աղջիկ է ու շատ լավ հասկանում է, որ այս ամեն ինչ արդեն տրամաբանությունից դուրս է։ Դու էլ որոշել էիր այդ առաքելությունը քեզ վրա վերցնեիր։ Ուրիշ մարդ չկար։ Վերջ ինչ որ մեկը դա պիտի աներ, թե չէ։ Շատ համարձակ ես։ Բան չունեմ ասելու։ Լիսի ինչ ես ուզում։ Ուզում էիր երեխուն խելագարության հասցնեիր։ Ինքը շատ լավ հասկանում էր, որ Հենրիի կյանքում ոչ մի կին էլ չկա։ Այս կարճ ժամանակում ինքը հասցրել էր Հենրիին ավելի լավ ճանաչել, քան դու։ Ինքը չէր հավատում, որ իր կյանքում աղջիկ կա, էլ չեմ ասում երեխա։ Ամեն ինչ շատ լավ դասավորեցիր։ Բրավո։ Լավ, Էրիկա է, գլուխներս գնաց։ Դարձել ենք ձեր վեճերի հավատարիմ հանդիսատեսը։ Բան եղեմ։ Չէ, ինչից վերցրիր։ Եսի, մի տեսակ լարված ես։ Լավ էլի տղես, սրտովս գնա։ Սուրճ կուզես։ Չէ, նոր եմ խմել։ Պապան որոշում է կայացրել, որ հավաքվենք այս տնից գնանք։ Իհարկե պապայիցը չի, բայց շատ ճիշտ որոշում է։ Պապիկիցդ ինձ ոչ մի բան պետք չի։ Ճիշտ անենց չի ես տունը ինքն առել, էլի սոսնա օգնել։ Բայց միևնույնն է, ուզում եմ 1 ժամ շուտ ազատվել դրանցից։ Մամ ջան, մի մոռացի, որ պապայիդ մասին ես խոսում։ Տակ ես, չես զգում։ Ոչինչ, կհասցնես բոլորին ճանաչել, քանի դեռ չես ճանաչում, հանգիստ ապրի։ Երևի երկնքից տեսնում ես ապրածս ու տառապանքս։ Մեր որդուն մեծացնելը դժվար եղավ։ Ուղղակի այդքան ուժեղ չգտնվեցի, որ սոսիս համար երջանիկ կյանք ապահովեի։
Թվում էր, թե ամեն ինչ ճիշտ եմ անում, բայց հակառակը ստացվեց։ Ցանկությունս բարի էր, արդյունքում ամենաշատ ցավը հենց որդուս պատճառեցի։ Իմաստուն չգտնվեցի, շտապեցի։ Ուզում էի օր առաջ որդու շախունցներից տվերից ազատել։ Չգիտեի, որ մի օր սոսս վրեժով ու ոխով պիտի լցվի։ Չգիտեի։ Ոնց ես։ Սրանից լավ չէր անում։ Կներես անգել։ Հուսամ արդեն հասկանում ես բաղվածքիս պատճառը։ Ոնց եմ հոգնել ես ձեր ստերից։ Էլ սուտ չկա անգել։ Դու գիտես ամբողջ ճշմարտությունը։ Միշտ երազել էի աղբեր ունենայի։ Ով ինձ կպաշտպաներ։ Միշտ կողքս կլիներ։ Բայց իմ երազածը ես չէր։ Ես սրա մասին չէի երազում։ Երբեք չէի պատկերացնի, որ հայրս ու մայրս իմ իրական ծնողները չեն։ Ու այն տղանում խելագարի պես եմ սիրում իմ եղբայրնա։ Աստված լսեց աղոթքներս, բայց սենց։ Անգել, խնդրում եմ հանգստացի։ Չի ստացվում։ Շունչս ուղղակի կտրվում է։ Անգել, խմի։ Չեմ ուզում։ Ես ոչ մի բան չեմ ուզում, ուզում եմ ուղղակի քնեմ, արթնանամ, պարզվի ես ամեն ինչը մղձավանջա, երազ։ Ցավոք, քնելն ու արթնանալը քեզ չի օգնի։ Իմ համար էլ հեշտ չէր։ Մեր չստացված հարսանիքի օրը հերս ինձ հանեց դուրս ու պատմեց այս ամեն ինչը։ Ուղղակի ատում եմ բոլորին, բոլորին ախտիր ատում եմ։
Ես ինչի եք պարապ նստած։ Ինչի չեք հավաքվում։ Հիմա են գնում։ Եթե ասել եմ գնում ենք, հա, հիմա ենք գնում։ Տղես, ես ուր է գնում։ Այստեղից տեղափոխվում ենք։ Այստեղ մնալն անիմաստ է։ Բագրատի հոգին է սավառնում։ Շնչահեղձ է ինձ անում։ Իսկ ինչ չէիք պատրաստվում ասել։ Մենք էլ ենք նոր իմացել։ Արամ, ինչի մորդ չես ասել։ Ես ասել եմ։ Լիլիթ, իսկ դու ինձ ինչի չես ասել։ Ինչ ես հետս այդ տոնով խոսում։ Ես ես տան ծառան եմ։ Վերջացեք, էլի։ Չեմ հասկանում, ձեր մոտ ամեն ինչը կռվով է լուծվում։ Չես լսում ոնց է խոսում հետս։ Ոնց թելադրում ես, այդ կերպ էլ հետդ խոսում եմ։ Լսի, նենց չանես տղայիս վերցնեմ գնամ Մոսկվա։ Ոնց կուզես։ Իդեպ Արամ, վաղ այդ տղային կազատեմ։ Ոնց խոստացել եք։ Մերսի բաճ։ Չեմ նեղվում։ Ուղղակի կարող եք ինձ ասել։ Բան ա եղել։ Ուզում եմ ինձ հարգել սովորես։ Ուշացել ես։ Զգում ես, որ մեր ընտանիքը էլ ընտանիքի նման չի։ Ինչ Հայաստան ենք եկել, չես թողնում, որ քեզ մոտենամ։ Միշտ էլ այդպես ա եղել։ Ուղղակի դու ես կույր ձևացել։ Ուզում եմ հասկանալ, դու ինձ երբեք չես սիրել։ Թե միշտ Աննային ես սիրել։ Արջը 10 երկ ունի, 10 էլ մեղրի մասին։ Դու ինչի ես այդքան վախենում Աննայից։ Որովհետև անպատկառ է։ Վախենում եմ քեզ իր ջանքը գցի։ Չի ստացվում էլի։ Ոչ մի կերպ չես ուզում հանես մտքից հետ։ Էլի նույն բանի մասին ենք խոսելու։ Իսկ եթե ոչինչ չի փոխվում, ինչի՞ց ես ուզում որ խոսենք։ Ուզում էիր ամուսնանայր հետս, ամուսնացար։ Հիմա ինչ ես ուզում։ Ուզում եմ զգամ այն սերը, որը ես եմ քեզ տալիս։ Շատ չես շտապում։ Իսկ ինչքան պիտի սպասեմ։ Ինչ որ հստակ ժամանակ կա, թե միշտ ասենց լինելու։ Ինչքան ժամանակ է պետք, որ կարողանաս Աննային հանես մտքից հետ։ Ինքը արդեն հասցրել է ուրիշից հղիանա, իսկ դու ստեղ իմ ներկայությունն անտեսելով տանջվում ու տառապում ես։ Աննան հղի է։ Միքայելից։ Ոնց քեզ կսպանեի։ Այս ինչ ճակատագիր էր։ Ճակատագիրն ինչի սենց հեգնեց մեզ։ Ինչ մեղք եմ գործել։ Ամեն ցավ չի անգել, որ մեղքի հատուցում։ Ինչի էր լավ։ Որովհետև չէի ուզում, որ դու անցնես այն տառապանքի միջով, ինչի միջով ես անցա ու անցնում։ Ովքեր ենք մենք։ Նույն հորից ծնված մարդիկ։ Մենք արյունակից ենք հասկանում ես։ Չեմ ուզում հավատամ,
Ուզում եմ մոռանամ այս ամեն ինչը։ Պես իրոք մեր պատմության ավարտն է, բայց մի նոր պատմության սկիզբ։ Ինձ նոր պատմություններ պետք չեն։ Ինչի հազարավոր մարդկանց մեջ ես ու դու պիտի իրար հանդիպենք, ինչի։ Այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ։ Ուզում եմ փախնեմ, բայց չգիտեմ որ։ Ինքդ քեզնից դժվար կարողանաս փախչել անգել։ Ուզում էի եղբայր ունենայի։ Բայց ոչ դու։ Չի պատասխանում Հենրին։ Գոհ ես արածիցդ։ Պետք է շնորհակալ լինես ինձ։ Ինչի համար։ Որ քո փոխարեն արեցի այն, ինչ դու պիտի անեիր, բայց համարձակություն չէիր գտնում քո մեջ։ Լսի, համարձակության խնդիր չկա։ Ես ընդամենը չէի ուզում էլ ավելի խառնեի բոլորին իրար։ Դու բոլորիս խառնեցիր իրար այն օրը, երբ իմացար, որ տղատ աղջկա տա սիրահարված ու լռեցիր։ Չեմ ուզում լսեմ ոչ մի բան։ Բայց պիտի լսես, որովհետև քո սուտը ձնագնդի նման գնալով ավելի ու ավելի էր մեծանում։ Երկար բարակ խոսալու փոխարեն մեր զանգի այդ աղջկան, հա։ Ինչի համար զանգեմ։ Ոնց բոլորին խառնել ես իրար, տենց էլ տակից դուրս արի։ Ես զանգում եմ, Հենրին չի պատասխանում։ Դե ուրեմն միասին են։ Համյա զանգի տես ինչ են խոսում, ինչ են անում։ Հաստատ չի պատրաստվում գա ու քեզ խնդրի, որ հայրություն ճանաչես։ Հա, հələ հումորների սիրտ ունես։ Մի նայի, հա ինձ տենց։ Էդ իմ գաղտնիքներ։ Դու իրավունք չունեիր այդ բացելու։ Հա, ես դաժան բան եմ արել, բայց ավելի լավ է սենց, քան քո հորինած ստի անվերջ կծիկը։ Անգելինան մեծ աղջիկ է, ինքը շատ լավ հասկանում էր, որ մենք բոլորս իրան խաբում ենք։ Իսկ երբ որ ճշմարտությունը բացահայտում էիր, չէիր մտածում ինչա լինելու են մարդկանց հետ, ովքեր պահել մեծացրել են Անգելինային։ Հա, ես իրանց հանդեպ անարդար գտնվեցի, բայց չէր կարելի, չէ, սենց։ Էլ ոչ մի բայց։ Այդ որ ասում ես համարձակություն չունեցա, ես ընդամենը չէի ուզում այդ մարդկանց ցավ պատճառեի։ Ես իրանց հետ պայմանավորվածություն ունեի։ Անգել։ Անգել։ Անգել, անգել։ Մի վարվի իմ հետ սենց։ Անգել։ Թող ինձ հեռու գնա։ Անգել, ախր դու լավ չես։ Շատ լավ եմ, ուղղակի գերազանց, ինձնից լավ հիմա ոչ մեկ չի կարա լինի։ Կներես ես ցավի համար։ Դու մեղք չունես։ Ես ամեն ինչ արեցի, որ դու չապրես այն նույն ցավը, որը ես ապրեցի։ Բայց ախր չի կարա քո հայրը, զզվելի մարդը իմ հայրը լինել, չի կարա։ Ես մի հայր ունեմ, ում շատ եմ սիրում, ում իմ մայրում աստվածացնում եմ, իրանք են իմ ծնողներն ու վերջ։ դու շոկի մեջ ես անգել։ Ու անընդհատ հերքելու ես այս իրականությունը։ Ինչը որ հասկանաս, որ այդ ամբողջ ճշմարտությունը։ Սուս մնա Հենրի։ Չեմ ուզում լսեմ։
Իմ համար այնքան պիղծ է այս ամեն ինչը, այնքան, որ ես չեմ ուզում անգամ մտածեմ այդ մասին։ Ուղեղս թափտատել չի կարողանում։ Չեմ ընկալում ես պայմաններում որն է ճիշտ։ Գործեմ այդ սոսի դեմ, ցույց տամ փիղն ինչ թրջուն է, ով է Բագրատն իրականում, թե առայժմ սպասեմ։ Մի կողմ քաշվեմ ապրեմ, հետևեմ, խելոք մարդիկ հետևում, հետո են հարցակվում, հիմարներն են մի անգամից կրակ բացում, բայց մեկը, ես չեմ հանգստանա, մինչև կթիցը չբերեմ սոս տղա։ Ես զբաղված եմ, մի քիչ ուշ զանգի։ Ոլես է նախքին երիտասարդ, խելքդ գլուխդ հավաքի։ Գործարկը երբ ենք անում, առուծաղ երբ ենք անելու։ Հարգանքով խոսի իմ հետ Շախունց։ Երկարացրիր արդեն, կոնկրետ ասա, երբ ենք գործարկ անելու։ Էլ ոչ մի գործարկ, գնաց կը, գնաց ուշացար։ Հələ Բագրատ, այդքան վախկոտ տղա ես հա դու։ Վախեցար սոսից արա։ Չվախեցա, ուղղակի ձեր Շախունցների աստղային ժամը անցավ։ Լսի, այդ երիտասարդ նախկին քեզ խելոք մարդու տեղ մի դիր, հա։ Չեմ դնում, ես այդպիսին եմ որ կա։ Դու լսի Բագրատիկ, իդ քո հնարավորություններ, քո աստղային ժամներ, կյանքը հնարավորություն է տալիս քո նման փուճուր ճղճի մարդկանց, գոնե կյանքում մեկ անգամ մարդ լինել։ Ես քեզ արհամարում եմ։ Եթե քո մակարդակին իջնեմ, ինձ չեմ հարգի։ Լսի Բագրատ։ Այո։ Ռադեղի գրողի ծոցը։ Շամպես վախենում ես չէ սոսից։ Ես դեռ բոլորի ցույց կտամ։ Սպասեք, սպասեք։ Այս ամբողջ ընթացքում դուք բոլորդ խաղացել եք իմ զգացմունքների հետ։ Ես չեմ անգել։ Ուզեցել եմ լուր հեռանամ։ Փորձել եմ պայքարել մենակ իմ զգացմունքների դեմ, քեզ մատուցելով ամեն սուտ։ Ծնողներս փորձում էին ինձ ասեին այս ամեն ինչը։ Իրանք էլ են տառապել։ Փորձում էին այս զզվելի գաղտնիքը բացահայտեին, բայց չէին ուզում ինձ ցավացնեին։ Իրանց էլ կարելի է հասկանալ։ Ճիշտ ես։ Բոլորին կարելի է հասկանալ։ Մենակ ոչ քո տական քորը։ Ճիշտ կլինի, եթե հանդիպես ու խոսաս հորս հետ։ Ինչ։ Պետքա խոսակ, որ հասկանաք։ Ես վստահ եմ, որ դու շատ հարցեր ունես։ Երբեք։
Ես այդ մարդուն չեմ ուզում տեսնեմ։ Ես իր այդ խոսալու ոչ մի բան չունեմ։ Ես հայրել ունեմ, մայրել։ Լավ, երևի շտապեցի։ Պետք չի հիմա դրա մասին մտածել։ Ես հիմա ոնցենց ապրեմ։ Ոնց ես իրականության մեջ ես ապրեմ։ Ես պատրաստ եմ քեզ որպես եղբայր օգնել։ Մի խոսա Հենրի։ Մի ասա տենց հիմարություններ, մի խոսա ուղակի։ Անգել պետքա ուժեղ լինենք։ Պիտի պայքարենք։ Ում դեմ պայքարենք։ Ես ինձ գիտես իմ ինչ զզվելի ու կեղտոտ եմ զգում։ Այն ինչ ուղակի պիղծ մարդկանց զոհն եմ դարձել։ Անգել, սպասի։ Էլի գնա, էլի հեռուն եմ ինձնից։ Անգել, ես չեմ թողնի, որ դու ես վիճակում մենակ տուն գնաս։